Հայ-աշուղական դասական արվեստի ներկայացուցիչ, բանահավաք եւ անվանի մանկավարժ Գուսան Շահենն արմատներով մշեցի էր։ Հնչեղ ձայն ունեցող մշեցի Մրդոյի Հովանեսի սյան ժառանգներ Գուսան Շահենը։ Մուշն առանձնակի գեղեցկություն եւ շքեղություն էր ստանում շնորհիվ իր աշխարհագրական դիրքի։ Օդն անուշ էր, ջուրը սառնորակ։ Լեռան լանջերին եւ դաշտերում ծփում էին բազմերանգ բազմաղբյուր ծաղիկները։ Հետագայում Շահենի ներշնչանքը մուշն էր։ Նրա երգերը էրգրից էին ու էրգրի կարոտով լեցուն։ Շահենը իր սերնդի, իր նշանավոր սերնդի վերջին նշանավորներից էր, այսպես ասեմ, ընդ որում նա նշանավոր ու երևելի էր ոչ միայն ժողովրդական երգահանների, աշուղների, գուսանների շրջանակում, այլև ընդհանրապես իր սերնդի այդ սերուցքի մեջ նշանավոր էր, նկատի ունեմ մտերիմներ Հովանես Շիրազի, Նաիր Ռիզարյանի, Համո Սահյանի, Պարուր Սևակի, տասնյակ այս երևելիների նրանց չափ սիրված ու ճանաչված։ Ավելի ուշ իր ինքնակենսագրականում Շահենը գրել է. «Ես ծնվեցի 1909 թվին եւ մնացինք Խնուսաբերդում մինչեւ 1915 թվականի հոկտեմբերը։ Երբ սկսվում է մեծ եղեռնը, հայրս իր իմացած գաղտնի ճամփաներով մեզ բերում է Ղուրդբուլախ, իսկ ինքը վերադառնում Մուշ։ Մինչև 1916 թվականը մասնակցում է կռիվներին, եւ երբ ռուսական բանակը դուրս է գալիս Մուշից, հայրս նրանց հետ զորացրվում է եւ այլևս էրգիր չի վերադառնում»։ Իմ տոմը երգիչներ են եղել, որոնց մեջ ամենահայտնին դա Դնգվեշ Հովանեսն էր, Բաբիս Բաբը։ Սա շատ լավ երգեր գիտեր, հեքիաթներ, առակներ, ասացվածքներ։ Հետո տատս, Ատլաս տատս, նույնպես շատ լավ երգեր էր իմանում, հեքիաթներ, առակներ։ Ատլաս տատս մոտ է եկել բանահավաքներ, շատ բանահավաքներ են եկել մեր տուն, երգեր են գրել, երաժշտություններ են գրել։ Հետո իմ Ատլաս տատի մոտ է եկել մեր վարդապետ Կոմիդասը, Բրուդյան արշակը, որ տատս ասում էր Բրդոյի արշակ։ Որքան անմնացորդ սիրում էր, պաշտում էր իր հայրենիքը, նույն կերպ անմնացորդ ատում էր թշնամուն, ատում էր թուրքին, որովհետև իր աշկի առաջ մորթել էին երկու իր մանկահասակ քույրերին, հարազատներին, իրեն էլ խնայել էին, առժամանակ խնայել էին, որպեսզի պատանին, 8-9 տարեկան պատանին ջուր բերի ասկյարների համար, փոքրիկ կենցաղային գործեր անի, փայտ բերի, չգիտեմ, կրակ վառի եւ այլն, եւ հետեւից մի անգամ դաշույնը շպրտել էին այդպես հաճույքի համար եւ պատանին սրունքը խորը վիրավորվել էր, այն աստիճան, որ գյուղի կանայք իրենց ավանդական մեթոդներով հազիվ կարողացան փտախտի դեմն առնել։ Արևմտյան Հայաստանից գաղթած շատ ընտանիքների երեխաների պես Շահենն էլ հայտնվում է մանկատանը, որտեղ է Շահեն Եղիազարի Առաքելյանին տրվում է նոր ազգանուն Սարգսյան։ Հենց մանկատանն է Շահենը ծանոթանում եւ ընկերանում է ապագա մեծանուն բանաստեղծ Հովանես Շիրազի հետ։ Որբանոցի տարիներից մեծ քնքշանքով եմ հիշում իմ դայակին, Սանդուղտին, ում մայրիկ էին ասում, իսկ ես Սանդուղտն անի։ Հետագայում արցունքոտ աչքերով էինք վերհիշում մեր մանկության այդ ժամանակաշրջանը, երբ երկուսս էլ արդեն հանրահայտ մարդիկ էինք դարձել, ես որպես Գուսան Շահեն, Օնոն որպես Հովանես Շիրազ։ Շահենը ինքը որպես բան ասած տեղյակ էր եւ յուրացրել էր Աշոտսկի եղանակավորման ելևեջային կարգն ու կառուցվածքները, բանաստեղծական խոսքի կառուցվածքները յուրացրել էր եւ նրա կատարմամբ ներկայումս Արվեստի ինստիտուտի ձայնադարանում պահվում է ձայնագրությունների մի ստվարքանակություն կատարված 39-41 թվականներին, որտեղ նա ներկայանում է որպես ժողովրդական երգը լավ իմացող մեկը։ Դեռ տարիներին Շահենի մայրը Զմրուխտը որդուն փոխանցեց իր մեծերից ամուսնուց եւ Սկեսուր Ատլասից սովորած ժողովրդական աշուղական հին երգերը, նաեւ դիցաբանական եւ կենցաղային թեմատիկայով ավանդազրույցները։
Շահենի ընտանիքում երգի ու երաժշտության նկատմամբ սերը մեծ էր։ Հետագայում Աշուղը հպարտությամբ պետք է հիշեր բոլոր իր այն հարազատներին, որոնց շնորհը փոխանցվել էր նաև իրեն։ Տոհմի մեջ կար մի արծաթե քամար, 2 մատ լայնությամբ, նախշերով քանդակած։ Նախատեսված էր մեր ազգի երգահանների համար, ով շարունակում էր երգի մեջ առաջնություն վերցնել, նրան էլ փոխանցվում էր քամարը, այն մնացել էր տատիս մոտ։ Մայրս պահել էր։ Երբ Դիրիֆից վերադարձա, Աշուղի կոչումով մայրս հանձնեց ինձ, այն կրել եմ իմ տարազի հետ, երբ Թաթուլ Ալթունյանի ղեկավարած երգի պարի անսամբլի մեներքիչն էի։ Կատարողական վարպետության մասին չեմ ասում, դա շատ մի բարձր, ուրեմն մի արդեն լեգենդ դարձած պատմություն է, իր ձայնը եւ կատարողականությունը, ձայնի գույնը եւ նաեւ իր դերն է խաղացել հավանաբար այն կատարողական ճաշակի, որակի հարցում 4 տարիների ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ինքը սովորում էր Ռոմանոս Մելիքյանի կնոջ Արուս Բաբասյանի դասարանում։ Շահենի մանկությունը հյուսվեց Ղուկասյանի ու Կրասարի գրքում։ Ղուկասյանի լեռներում տարածված, երբ նրանք Ալպյան գորգերն իրենց պատկերավոր նկարագրությունն են գտել Ղուկասյան երգում։ Շահենն այստեղ ներկայանում է որպես Աշուղ նկարիչ։ Նա այնպիսի վառ ու կենդանի միջոցներով է պատկերում հարազատ երկրի բնությունը, որ տեսանելի են դառնում նրա կանաչ սարերը, հեռու երկրներից եկած կռունկների երամը, լսելի աղբյուրների կարկաչահոս ձայնը, հոտավետ ապրիլյան ձնծաղկի եւ մայիսյան վարդի բույրը։ Երբ գարուն կբացվի սարերուտ վրա, արևդ կխնդա ծաղկած Ղուկասյան, հեռու երկրներից կռունկներ կուգան բարձր երգով երամ կապած Ղուկասյան։ Սարերդ կանաչ են, գագաթները ձյուն, անմահական աղբյուրներդ կարկաչուն։ Շահենը երգելով է իր փոքրիկ Հայաստանի սարերում ու ձորերում դարձել երգասաց, եւ իբրև երախտագիտություն այսպիսի խոսքեր է նա ուղում հայրենիքին։ Շահեն, կյանք դու հոգիդ, սիրտդ հայոց աշխարհին։ Շահենն իր ստեղծագործական կյանքի հասուն շրջանում ուշադրությունը բևեռեց հայ պոետների լավագույն բանաստեղծությունների վրա։ Երգերի վերածեց Համո Սահյանի, Նայիրյան Դարարբարդի եւ Շիրազի Մայրիկիս բանաստեղծությունները։ Ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքներից մեկը նաև Գուսան Շահենի ընտանիքն էր, հետագայում Գուսանը գրում է. Ես ապրեցի, որ դառնամ իմ ժողովրդի մունետիկ Շահենը, որ թուրքին ասեմ դուք ինձ յաթաղանով չհաղթեցիք, բայց ես ձեզ իմ արվեստով հաղթեցի, ես Գուսան Շահենս։ Այս աշխարհում ոչինչ նույն կերպ չի մնում, ձեր ժամանակն էլ կգա, ու այնպես կլինի, որ դուք կզարկվեք, կճայթվեք, հողին կարոտ կմնաք, քանի որ նա մեծն հողը ձեր հոտած մարմիններն անգամ էլ չի ընդունի։ Իսկ ես Շահենս երկնքում էլ կհետևեմ ձեզ։ Իմ աչքերը մահից հետո էլ բաց են մնալու։ Կգա այդ ժամանակը, կգա եւ ես կհանգստանամ։ Նրա մեջ բնությունը մեկտեղել էր մի շարք այնպիսի ձիրքեր, այնպիսի շնորհներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ցանկացած արվեստագետի նշանավոր դարձնել, հաջողություն բերել։ Նկատի ունեմ առաջին հերթին մեղեդիներ հյուսելու, ժողովրդական մեղեդիներ հյուսելու նրա բացառիկ վարպետությունը, տասնյակ նրա հյուսած մեղեդիները այսօր էլ ապրում են, այսօր էլ օրինակ են ծառայում այս ժանրում մեր ստեղծագործողների համար, նաև երաժշտասերների համար հրաշալի ժամանցի եւ հոգեվոր պահանջմունքները բավարարելու միջոց են։ 1918 թվականը Շահենի կյանքում մնաց հիշարժան։ Նա տեսավ Զորավար Անդրանիկին, եղավ Գյուլիբուլաղում տարած նրա հաղթանակի ականատեսը եւ իր տեսածի մանրամասնությունները հետագայում փոխանցեց հայ ականավոր պատմաբան Ջոն Կիրակոսյանին։ Վերջինս այդ արժեքավոր տեղեկությունը զետեղեց իր «Երիտթուրքերը» պատմության դատաստանի առաջ գրքի 2-րդ հատորում։ Եթե այլ աշուղներ, այլ ժողովրդական երգահաններ մեր երևելի հերոսին Զորավար Անդրանիկին նվիրել են յուրաքանչյուրը 1-2 երգ, այս ամենը ինքը տեսնելով Անդրանիկի լեգենդը մշտապես մնաց նրա երակներում։ Միայն Գուսան Շահենը 20-ից ավել երգ է նվիրել Զորավարին, երգերի մի շարք։ Ցավոք երաժշտությունը կարծեմ չի պահպանվել, բայց տեքստերը կան, իսկապես որոնց մեջ երևում է մեր դյուցազունը, մեր բոլոր ժամանակների խոշորագույն հերոսը։
1935 թվականին Գուսան Շահենը գրեց «Ալմաստը շողում է» հանրահայտ երգը, իսկ մեկ տարի անց «Ախուրյան գետը», որը ենթարկվելով փոփոխության, շուտով ներկայացրեց նոր տարբերակով։ Եթե Ջիվանին Շրամը քաղաքային երկարվեստն էին ներկայացնում եւ քաղաքային երկարվեստի կառույցների մեջ էին տեսնում իրենց ստեղծագործությունը, ապա Շահենը գյուղական երգը բարձրացրեց մի նոր աստիճանի, դրա տալով նրան պրոֆեսիոնալ մտածողության կերպեր եւ դրանից բխեց Շահենի արվեստը, երգարվեստը։ Մեծ սիրով ընդունվեցին Գուսան Շահենի «Ծառ կլինեմ», «Գարուն է բացվել», «Բինգյոլի ջեյրան» եւ շատ ու շատ ազգային երգեր։ Շահենն ընդամենը 5 տարիների ընթացքում կարողացավ գյուղական բեմից հասնել մինչև Մոսկվա, հանդես գալ որպես հանրապետությունը ներկայացնող պետական անսամբլի մեներքիչ եւ դառնալ համբավ ունեցող անուն ամբողջ խորհրդային երկրում։ Մեծ կարոտով եկել եմ հյուր, սարի աղբյուր։ Ժամանակակիցները Շահենի ձայնի հզորության, ուժգնության, բարձրության մասին լեգենդներ են պատմում։ Երբ Շահենը մասնակցում էր գյուղի դաշտային աշխատանքներին, հարևան գյուղերի դաշտերում աշխատողները լուր էին ուղարկում նրան, որ գործը թողնի եւ իրենց ոգևորելու համար երգեր կատարի։ Նա Կրասարի դաշտում երգում էր, իսկ նրա ձայնը կտրելով շուրջ 3 կիլոմետր բոլորագծով շարավիղ հասնում էր իրեն լսողներին։ Բինգյոլի աղբյուր ջուրտուրից, սարի աղբյուր, քարի աղբյուր, յարի աղբյուր ջուրտուրից։ Պատկերացրեք, ենթադրենք կռունկների երամը աշուն է, չվում է տաք երկրներ։ Այդ ձայնի մոգական ազդեցությունից շփոթվում էր երամը եւ սկսում էին պտտվել Շահենի գլխավերևում, նույն կերպ եւ ճայերը, որ Աշոցքի այդ լճերում այսօր էլ ճայերը շատ են, որ զբաղվում էին իրենց առօրյա ձկնորսությամբ, ահա երբ որ Շահենը երգում էր, հանկարծ նրանք թողնում էին իրենց որսը եւ հավաքվում ապագա Գուսանի շուրջը, հմայված լսում նրա երգը։ 1936 թվականից Շահենը սկսել էր զինվորի վերադարձը Սիրավեպի աշխատանքները։ Գրել էր ընդհանուր բովանդակությունը, առանձին հատվածներ։ Գործող գլխավոր հերոսներից մեկին անվանում էր Բինգյոլ, իսկ աղջկա անունը երկար պրպտումներից հետո դնում է Էլինար։ Սա դառնում է համահավաք մի հուշարձան կոտորածին զոհ դարձած իր հարազատների համար։ Այդ մասին նա իր հուշերում գրում է. «Կոտորածին զոհված հարազատներիս հիշատակի համար գրել եմ երգեր եւ պոեմներ, սակայն իմ մեջ մշտապես խոսում էր մի մեծ հուշարձան կանգնեցնելու գաղափարը։ Եվ այնպիսի հուշարձան, որը մտնի յուրաքանչյուր հայի տուն, յուրաքանչյուր ընտանիք, որ ամեն նոր ծնված հայի մեջ վերապրեն, վերակենդանանան եւ նրանց շունչը դարեդար մնա Հայաստանի հողի վրա»։ Շատ բարդ ուղի է անցել հայրիկը։ Բոլորի համար բարի, անչափ ժպտերես, անկախ նրանից, թե ինչպիսի մանկություն է ունեցել, ինչպիսի ներաշխար ունի, նա երբեք ցույց չէր տալիս իր ուրեմն ներքին լարվածությունը, տրամադրության անկում եւ այլն։ Միշտ շրջապատում պահում էր իրեն ինչպես վայել եւ առ այսօր իրեն հիշողները այդպես էլ մտածում են, որ ինքը երբեք հոգս չի ունեցել, այսպիսի ուրեմն տպավորություն է թողել մարդկանց մեջ։ Գուսան Շահենն իր գրչակից արվեստագետ շատ ընկերների հետ միասին մասնակցեց նաև երկրորդ համաշխարհային պատերազմին, որի հաղթական ավարտին հնչեցրեց իր խրոխտ երգը։
Իգոր Մոյսեևը 1946 թվականին որոշում է ընդլայնել իր անսամբլը եւ հիմնադրում է համամիութենական երգի բարի անսամբլ։ Բացառիկ մրցութային կարգով հրավիրում է մենակատարների, երաժիշտների, պարողների, իսկ Հայաստանից մրցույթից դուրս որպես լավագույն մեներքիչ ընտրում է Շահենին։ Հետագայում Գուսան Շահենը հիմնեց Շահենի քնարը անսամբլը, որի հետ միասին ներկայացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս։ Պետք է փաստել, որ ժողովրդական բնածին ստեղծագործական տաղանդից բացի Շահենը միաժամանակ օժտված է եղել գեղեցիկ ձայնով, որի շնորհիվ նա իր երգերը կատարել է հրաշալիորեն։ Երբ արդեն ուսանող էր, 30-ականների սկիզբն է սա, անցյալ դարի, իրենց հանրակացարանի սենյակում եւ որոշեց այդ նեղլիկ սենյակում հանկարծ երգել։ Բնականաբար գլխի չէին ընկել նախապես դուր լուսամուտը բացել եւ այդ ձայնի աներևակայելի հզորությունից, այդ ելևեժների խրոխտությունից հանկարծ սկսեցին պատուհանի ապակիները ճաքճքել եւ պայթել։ Դրսում իրարանցում առաջացավ։ Գուսան Շահենի կողմից 1947 թվականին գրված «Աստղով եկա» երգը առաջին անգամ կատարվեց Աստղիկ Քամալյանի կողմից։ 1957 թվին եւ հայոց վեհափառ կաթողիկոս Վազգեն առաջինի կողմից արժանացավ բարձր գնահատականի։ Նա իր շնորհավորական ուղերձում գրել է, որ 20-րդ դարում վերջապես հայ գուսաններից Շահենը ստեղծեց տաղային արվեստի կատարյալ նմուշ եւ մեզ վերադարձրեց այս հին արվեստը։ Բացի երգ հորինելուց նաև հեքիաթներ էր հորինում, այսինքն սիրավեպեր էր կառուցում եւ այդ սիրավեպերով ավելի ծավալուն երաժշտական շարադրանք էր ներկայացնում։ Գուսան Շահենը 1961 թվից սկսեց Սասունցի Դավիթ էպոսի համար երգային հատվածներ գրել, ասելով, որ ժամանակին գուսանները երգել են եւ դարերի ընթացքում հորացությանը մատնվել։ Ես պետք է նորը ստեղծելով վերականգնեմ էպոսը։ Այս ծավալուն գործի վրա աշխատեց մինչև մահ եւ եղանակավորեց Սասնա Դավթի եւ Մսրա Մելիքի մենամարտը, Դավիթ եւ Խանդութ հատվածները, վերջինս անվանելով Խանդութի հարսանիքը։ Պատկերացրեք, եթե լինեին ժամանակները, պայմանները բարենպաստ, ըստ տեսակ բացառիկ ձիրքերի տեր պատանու համար, եթե որևէ մեկը կարողանար այնպիսի մի բարերար ձեռք լիներ, որ ուղղորդեր նրան դեպի օպերային արվեստ, մնում է միայն երևակայել, թե ինչպիսի ձայն մենք կունենայինք ոչ միայն հայրենական, այլև համաշխարհային օպերայում։ Աշոտ Շահենն առանձնահատուկ հարգանք է տածել տաղանդավոր բանաստեղծ Պարույր Սևակի հանդեպ։ Նրանց բարեկամությունն իր արձագանքը գտավ Գուսանի «Անցագնացի» երգում, որը սակայն բանաստեղծի մահվանից հետո նորովի ներկայացվեց հանրությանը։ Եվ ինչ ես դու, կյանք կարոտով երաս, ապտակը տուժգին բարիքդ մուրաս, մտքերդ խորը, մարդիկը քեզ անհաս, քեզնից կարոտով, անցագնացի։ Երբ ուրեմն Արցախյան պատերազմը սկսվեց, ավելի շուտ մինչև պատերազմը, շարժում 88 թվականի, հայրիկս այդ թմբիրից ոնց որ արթնացավ, այդ վերջի տարիների շարունակական ինֆարկտներ, ինսուլտներ եւ այլն։ Եվ ոտքի ելավ, սկսեց փողոցները դուրս գալ, սկսեց մարդկանց մեջ ուրեմն այդ գաղափարի ինչ որ ոչ միայն կրող, այլև տարածողը դառնալ, մի օր էլ եկավ եւ տուն, ասեց Բալիկ ջան, գիտես, ժամանակը եկել է։ Ասում եմ, հայրիկ, ինչ ժամանակ է եկել։ Պատմության անիվը կպտտի, կգա ու կկանգնի իր տեղը։ Նորից զենք վերցնելու ժամանակը եկել է։
Գուսան Շահինի երգերը բազմազան են թե բնույթով եւ թե բովանդակությամբ։ Նա նրբագեղ ու խոր քնարական երգերի հետ ստեղծել է նաև էպիկական լայնաշունչ ու լայնածավալ երգեր։ Գուսանն իր երգերն ամփոփել է կառուցվածքային տարբեր ձևերում՝ պարս, քարյակային ձևերի կողքին կան բալադային ծավալուն ստեղծագործություններ։ Հայրենասիրական երգերը հիմնականում վերաբերում են իր հայրենի գյուղին, Աշոտսկի շրջանին, Ղուկասյան երգը, որ շատ ու շատ մասնագետներ օրիներք են որպես գնահատել եւ հաճախ խորհուրդ էին տալիս, եթե Ղուկասյանը փոխես դարձնես Հայաստան, միևնույն է 3 վանք է բռնում է, այնպես է հյուսվածքը, բնաշխարհի նկարագրությունը, բնության փառաբանում եւ այլն, որ լիարժեք այս երգը կարող է օրհներք լինի նվիրված մեր երկրին, մեր ժողովրդին։ Շահենը հայ գեղեցկական երգարվեստի խորը գիտակներից է։ Խորապես ուսումնասիրելով ժողովրդական երաժշտության առանձնահատկությունները, նա յուրովի է օգտագործում դրանք իր արվեստում։ Ինչպես իրավացիորեն նշել է հայ ականավոր երաժշտագետ Քրիստափոր Քուշնարյանը, նա ոչ միայն հետևում է այն կանոններին, որ գեղեցկական ստեղծագործության ձևերի հիման վրա մշակել են 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի աշուղները, այլև գտնում է գեղեցկական երաժշտության նվաճումների օգտագործման նոր ուղիներ։ Շահինի հետ դեռ երկար պետք է մենք քայլենք, դեռ պետք է բացահայտենք, որտեղ նրա դիապազոնը ստեղծագործական բավական լայն է եւ բավական ընդգրկուն է, ժանրային տեսակետից բավական հարուստ եւ տարատեսակ ժանրեր են նա ընդգրկում իրեն ստեղծագործության մեջ, որոնք առանձին որպես նյութ պետք է դինի ուսումնասիրությունների հիմքում։ Գուսան Շահինը կյանքի վերջին տարիներին թեև վատառողջ էր, սակայն երբեք չկորցրեց լավատեսությունը եւ վաղվա օրվա հանդեպ հավատը։ Կյանքի վերջում Գուսանը պետք է ասեր. ես Աստծո խորանում իմ ժողովրդի ապագան եմ տեսել։ Լսել եմ հային ուղված նրա օրհնանքները։ Ապագայի տիեզերական առանցքը մենք ենք եւ մեր մհերը դուրս կգա քարից եւ թուր կեցակին փառքով կդնի պատյան։ Ժամանակ եւ արյուն կպահանջվի, իսկ ես նարեկ կդառնամ, սիրտս կբացվի տիեզերքով եւ նրանց հոգու աղոթքները կհասցնեն Աստծոքով։ Ահա այսպես մարգարեական խոսքերով ավարտեց իր կյանքը մեծանուն հայը Աշուղ Շահենը։ Նա, ով դեռևս մահից 6 տարի առաջ ասել էր իր մահվան տարեթիվը, ամիսը եւ մահով հաստատեց իր կանխատեսման ճշմարտությունը։ Դա 1990 թվականի դեկտեմբերի 17-ն էր։ Որպես մի ծաղիկ հողից դուրս ելա, կյանքին ժպտացի, ինձ գնացի։